սկսենք այն մարդուց, ով ամենածանրը տարավ իմ ամուսնությունը, բայց նախ զարմացավ, հետո չհավատաց, հետո նորից զարմացավ։ Ես զարմացել եմ, չգիտեմ ինչ է կատարվում, ո՞ր շոկային երևույթ է, բայց ինձ չէին ասում, գիտես, ինչ պետք է նստես սպասես, որ ամուսինը կա, մի հատ էլ իրան հացավորես, չգիտեմ, տեղավորես, իտակ։ Ողջույն սիրելի հետևորդներ։ Ուրեմն, անցած տարի երևի ապրիլին եկել եմ Չինաստանից, հետս վերել եմ այս այրոգրիլը ու Արմուշենց եմ բերել, իրանք մինչև հիմա չեն օգտվել դրանից, չեն օգտագործել, հիմա այսօր որոշել ենք միասին մի հատ, չգիտեմ, կարտոֆիլ, հավիթեվիկ, տենց առաջի սկզբի համար, էլի սկզբի համար փորձենք տեսնենք ոնց նա համեղ ստացվում է, թե չէ։ Այսօրվա մեր վիդեոյի թեման, թե ես ինչ սպասելիքներ ունեի իմ ամուսնությունից և իրականությունը։ Սկզբի համար, ինչքան նայել եմ մեկնաբանությունները, կային հարցեր, թե ինչպես են մերոնք, մամայս, աղբերս, ծնողներս, ինչպես են վերաբերվել իմ ընտրությանը, որովհետև համոզված եմ շատ էի դա հետաքրքրում, հանդիպել եմ տենց մեկնաբանությունների վիդեոների տակ, նենց որ այսօր մենք կբացահայտենք այդ հարցը։ Եկեք սկսենք այն մարդուց, ով ամենածանրը տարավ իմ ամուսնությունը, աղբերն է, նախ ընդհանրապես ինքը երբեք չէ պատկերացնում, որ ես պետք է ամուսնանամ, ես երբեք պետք է մնամ իր կողքը, բայց տենց էլ կա, նենց որ ես ամուսնացել եմ, բայց մեկը իր կողքն եմ։ Ինչի ծանր տարավ, որովհետև հերիք չի ես ամուսնանում եմ, անավատ այդքան հեռու եմ ամուսնանում։ Ու երբ որ իմացավ իմ ընտրյալը չինացի է, շատ սենց հետաքրքիր վերաբերվեց, նախ զարմացավ, հետո չհավատաց, հետո նորից զարմացավ, բայց իրան շատ հետաքրքիր էր դա, որովհետև աղբերս չինական մշակույթի երկրպագուներից է, ֆիլմեր, մարտաֆիլմեր, մշակույթ, պատմություն, ու իրան շատ հետաքրքիր էր, հետո երբ որ ես ծանոթացրեցի իրենց, ինքը մտածում էր, որ մինչև տեսնել եք հայցենին, մտածում էր, որ կլինի կարճահասակ, ոչ հաճելի արտաքինով ինչ-որ մի հատ տղա, բայց երբ որ ծանոթացան իրան, տեսա, որ հայցենը բավականին բարձրահասակ, հաճելի արտաքինով, գեղեցկադեմ, ու այդ մի առումով ինքը արդեն հանգիստ էր։ Ինքը վախենում էր, որ իր եկյանները կարող է շատ ցածրահասակ լինեն, բայց այդ մի առումով հանգստացավ ու անցանք ամենադժվար պահը դա այնա լեզվի բարիերը, ինքը իրանք իրար չէին հասկանում, ուղղակի ես դառել էի անվճար թարգմանիչ, այո։ Ու իր համար ամենաբարդը այն էր, որ ինքը իր քրոջը ուղարկում է մի հատ անորոշ տեղ, ինչքան էլ որ ինքը քայցենին տեսավ, հավանեց, որոշ չափով ես թարգմանեցի, իրենք իրար հասկացան, բայց մեկը իր համար դա մի հատ անորոշություն էր, ինքը մտածում էր, որ եթե ես լինեմ Հայաստանում, ինչ որ մեկը հանկարծ ինձ նեղացնի, ինքը հաստատ նույն վայրկյանին կհասնի, բայց Չինաստան տեղ, արի ու հասի։ Այդ իրան շատ էր վախեցնում, բայց մենք հաղթահարեցինք, որովհետև հայցենը իրեն շատ լավ դրսևորեց ու այսօր մեր այդ հարաբերությունները, այդ եռանկյունին շատ լավ ընթանում է։ Հաջորդը պատմեմ մամայիս ռեակցիայի մասին, երբ որ մամայիս ասեցի, որ մամա ես չինացու եմ հավոնել, ասեց, աղջո դու գիր չես, լուրջ եմ ասում, բայց այդ ընթացքում ինքը արդեն ես լինում է 23 տարեկան, հին ավանդական մտածողության համապատասխան, մամաս ասում էր, արդեն անհանգստանում էր ոնց առաջան դու ընտրյալ չունես, 23 տարեկանում չկա ինչ-որ մեկը, որ հավանես, մտածում էր աշխիս տունն եմ մնալու, մի խոսքով ես մի օր ռանդոմ հայտնվեցի ու ասեցի, մամ ջան, ես չինացու եմ հավանում, մամայի դեմքը։ Մի հատ շոկի ենթարկվեց, հետո ու շատ հետաքրքիր էր իրան, շատ հետաքրքրված էր ու ես ընդամենը մի 3 ամիս հետո ասեցի, որ ինքը գալիս է Հայաստան ու մամայիս հետաքրքրվածության աստիճանը։ Հիմա մաման չի եկել դիմավորել, ես եմ գնացել դիմավորեմ, բերել ենք մեր կողքի տուններ, նալուկ հայցենը, հիմա մամաս եկել ես պատերի դեպս ցանում։ Ինքը կարող տեսնեմ, ասում եմ, դից մի վերաբերվեք իրան, թողեք կարող է ամաչի վատ զգա իրան, թողեք մարդը մի քիչ հանգիստ իրան կոմֆորտ զգա։ Մի խոսքով տենց ծանոթացան, մաման շատ հավանեց իրեն, որտեղ հայցենը արտակնապես շատ սիրուն է, բարձրահասակ է, հետո ինքը շատ շնորհքով է, այդ իմ մաման կարա փաստի։ Իրան շատ հավանեցին ու այդ իմ համար շատ կարևոր էր, որովհետև առջևում կար իմ ծանոթությունը իր ծնողների հետ։ Նենց որ ես այս փուլը եթե հաղթահարեցի, դա իմ համար մոտիվացիա էր առաջ գնալու։ Այդպես մերոնց լավ վերաբերմունքից ես մոտիվացված գնացի Չինաստան։ Սկզբից մենակ եմ գնացել, արդեն քայցենը գնացել էր, ես իր հետ
գնացի, որովհետև քացի մարդն պլանավորել է այնտեղ հարսանիքի առումով ամեն ինչը հիշում եմ մարտի 20-ին մենք գնացինք Զաքս, վերցրեցինք մեր Զաքսի թուղթը, մեզ վկա պետք չէր, իդեպ Չինաստանի Զաքսերում վկա պետք չի։ Հետո մարտի 22-ին հարսանիք արեցինք, մեր ընկել էին եկել, մամայինք եկել էին, շատ լավ անցավ, շատ հետաքրքիր էր, որովհետև չինական հարսանիք, ընդհանրապես իմ կյանքում առաջին անգամ էր հարսանիք, ես երբեք հայկական հարսանիքների չեմ մասնակցել, նենց որ շուտ արաբսակն է, որ ես մասնակցեմ։ Ինչպես է ես պատկերացնում ամուսնական կյանքը, դա եկել է իմ մանկությունից, որովհետև իմ եղբայրը որ ամուսնացավ, ես շատ փոքր էի, առաջ դասարան էին որ գնացել, այն ժամանակ իմ տատիկն ու պապիկը ողջ էին ու մեր տանը այսպես էր օրենքները, խիստ հայ ավանդական ընտանիք էր, որոշումները կայացնում էին մեծերը, տատիկն ու պապիկը, հետո ձայնը տրվում էր աղբորուս, հետո նոր վերջում էր հարսիս, այդպես ա եղել, ինչպես բոլոր ավանդական ընտանիքներում, հա, ես դրան սովորել, դա ինձ համար իդեալական ընտանիքի մոդել էր, բայց ինձ ուրիշ իրականություն էր սպասում։ Ովքեր են որոշում կայացնում մեր տանը։ Որոշումը կայացնում է ամուսինս, չնայած որ իմ կեսարը մեր հետ են, բայց որոշումը բխում է իմ ցանկությունից, այսպես ասած։ Պարտադիր հարցնում են նախ իմ կարծիքը։ Ես զարմացա առաջի անգամ ես իրանց տունն ինչ-որ հարց են քննարկում, դե ես իմ համանդե խելոք նստած, այսպես որ հեսա, ոնց որոշում ես կանենք, էլի ինչ ասեմ։ Բայց մի անգամից գալիս եմ ինձ են հարցում ու կիսուրս, հետո կես ասեց, ակնկալում են իմ պատասխանին, այսպես ասած։ Ես զարմացել եմ, չգիտեմ ինչա կատարում, իմ համար շոկային երևույթ է, բայց շատ հաճելի է, երբ որ այդ ամեն ինչը իրանք ինքան հարգանքով են վերաբերվում, որ ինձ հարցնում են, իմ կարծիքը հաշվեն առնում, ես էլ դե իմ հերթին փորձում եմ նենց կարծիք արտահայտել, որը հաճելի կլինի բոլորին։ Այսպես մի հատ բան ասեմ, իմ ամուսինը ասել է, եթե մարդուն ազատություն չտաս, դու երբեք իրան չես կարա ճանաչես։ Այսինքն, եթե դու անընդհատ ճնշես իրան, չէ, դու սենց պետք է անես, դու էս պետք է հագնես, ինչը որ ես եմ ուզում, դու էս պետք է ուտես, ինչը որ ես պետք է ասեմ, բայց եթե դու դիմացին չես ճանաչում, չգիտես իր իրական ցանկությունները, իր իրական նախասիրությունները, դրանք որ իմ ամուսինը ասեց, ոնց ուզում ես արա, ինչ ուզում ես հագի, ինչ ուզում ես կեր, ու իսկապես մարդուն ճանաչում ես այն ժամանակ, երբ որ իրան տալիս ես ազատություն։ Իհարկե մեկնաբանություններում շատ ուրախ կլինեմ տեսնեմ նաև ձեր կարծիքը, ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքով, ընտանիքի մեջ տղամարդը պետք է որոշում կայացնի, թե կինը, արդյոք կնոջ ձայնը լսելի է, թե ոչ։ Կմաքրենք, վերջացնենք, հետո կհամեմենք ու կդնենք սրա մեջ, ուզում մի բան կստացվի, խայտարակ չունենք։ Եվ ուզում էի խոսել հարսի անձնական տարածքից։ Չգիտեմ Հայաստանում ոնց է, իմ ընկերները հենց չեն ամուսնացել, բայց բուջուրուց ինչքան գիտեմ, դժվար է եղել այդ հարցը, այսինքն հարսը գալիս է, ինքը դառնում է տան հարսը, այսինքն իջ այդ անձնական տարածք ասվածը ես չեմ տեսել, բայց հիմա չգիտեմ ժամանակներ են փոխվել, նենց որ դուք կարաք մեկնաբանություններում ասեք այդ մասին։ Ես գիտեմ, որ ես գնալու եմ դառնամ հարս, ինչ ասեն լսեմ, ինչ ասեն անեմ, կարևորը որ ես երջանիկ կլինեմ, ինչ չնեղացնեն, հաց տանեմ, սոված չմնամ, լավ է, չափազանցրեց էր, բայց միտքը ինձ հասկացաք դուք։ Այդ ինչ ստացվեց այն, որ գիտեք ոնց է մեր տան մեջ, եթե ես ինչ-որ մի բան ինչ-որ միտեղ դնում եմ, այսինքն ես ունեմ իմ սենյակը ու ընդհանրապես տան մեջ խոհանոցում, ամենտեղ, եթե ես ինչ-որ մի բանով զբաղվում եմ, իմ իրերը ես ոնց դնեմ, դա տարիներով այդպես կմնա, ֆիզիկական եւ հոգեվոր։ Հոգեվորը այնա, որ ես ասենք, եթե այսօր ուզում եմ այս սրանով զբաղվեմ, դաս անեմ, կամ ուզում եմ այս ինչտեղը գնամ, կամ այն ինչտեղը գնամ, բացի անհանգստությունից, որ ինքը ցուցաբերում է, չկա ուրիշ բան։ Ու կարող է ասի զգուշ կլնես դրսում, չգիտեմ, հիշում եմ նոր որ գնացել էի Չինաստան, անընդհատ ասում էր, եթե դրսում քեզ ծանելիք բերեն, ասեն հələ հոտ քաշի, լավն է, գնիր, այդպես առաջարկանեն, ասում հանկարծ հոտ չքաշես։ Հիշում եմ, որ դա ինձ անընդհատ ամեն ձևից զգուշացնում էին, մտածում եմ, որ ես օտարերկրացի եմ ու Չինաստանում կարող է հանգիստ խաբվեմ կամ ենթարկվեմ վտանգին, բայց այդպես դեպքեր շատ քիչ է լինում, դեպ, ես չգիտեմ, խին իրանք այդպես վախեցած։ Ու խանութ մտնելուց, որ ես գնում եմ ինչ-որ մի բան առնեմ, ես թվում է անդադ ինձի կխաբեն, բայց հավատացեք, այսքան ժամանակ ես ոչ մի տես բանի չեմ հանդիպել։ Իսկ անձնական տարածքի հետ կապված ինչքան որ իրանք ինձ տրամադրում են անձնական տարածք, այնքան էլ հա պահանջվում է, որովհետև օրինակ ամուսինս ինքը ունի իր
ազատ ժամանակը ամեն ինչից անկախ։ Այսինքն եթե ինքը ուզում է տրամադրի կես ժամ ինքը խաղա, ուրեմն պետք է խաղա, որովհետև դա իր անձնական տարածքն է, դա իր անձնական ժամանակն է, դա այն ընթացքն է, որը ինքը հոգեբանորեն լավ է զգում ու հանգստանում է։ Դա նաև տրված է ինձ, ես ինչ ուզենամ իմ այդ հանգստյան ժամին կանեմ, ինձ հաստատ չեն ասի, հելի գնա հաց սարքի, հելի գնա կոֆե էփի բեր։ Ու գիտեք որ նա ընտանիքի մեջ լավ, որ ինձի չեն ասում այդ կոֆե կդնես ինձի։ Չկա տենց բան, եթե իմ ամուսինը ճիշտ է կոֆե չի խմում, բայց թե է խմում, բայց ինքը իր թեյը գնում սարքում։ Նույն ձևի իմ սկեսյարը ինքը երբեք չի ասի իմ կոշիկները մի հատ սրբեք տվեք, ինքը ամեն երեկո գալիս է իր կոշիկները սրբում է, վաքսում է, դնում է տեղը։ Ամուսինս չի ասում գնա կոշիկները սրբի բեր, բայց այս վերջերս ոնց որ մի քիչ դարձել է հայ։ Հիմա պետք է այս հավի թևիկներին համեմենք, աղ, սև բերեց, կարմիր բերեց։ Համեմենք դնենք անուշտոն դիտեք, որտով ես ախորը սոված եմ։ Ու այդ ընթացքում ես կխոսեմ, թե ինձ կենցաղում իմ չինացի ընտանիքը օգնում է, թե չէ, թե թողում է մեռնեմ։ Որ խարդացնեմ չկան որ։ Ունի։ Ես հենց այդ չափով եմ խոհարար արիմին չղանալը դեսելի։ Ես միշտ մտածել եմ, որ տան գործերը սա ես պետք է անեմ, սկսած հաց պատրաստելուց, լվաց կանելուց, ուբոր կանելուց, հավաքելուց տունը հարթուկից, բայց մի խոսքով ինչքան գործ գիտեք, ես մտածել եմ, որ դա պետք է անի հարսը։ Սկիզբը շացով կողից մի քիչ օգնի կամ համով բան սարքի մի հատ։ Բայց իմ սպասելիքները արդարացված չէին։ Տանը ես զբաղվում եմ միայն տան մաքրությամբ, առօրյա։ Եթե գալիս է նոր տարին ու մենք պետք է տունը մաքրենք գեներալնի, դրանով զբաղվում են բոլորս։ Սկեսուրս, սկեսարս, ամուսինս ու ես։ Դապես հաց չեմ սարքում, այդ անում է կեսուրս, բայց դա նրանից չի, որ ես չեմ ուզում սարքեմ կամ չեմ կարա։ Ես ուզենամ հայկական ուտելիք ուտեմ կամ խորոված, հանգիստ ես պատրաստում եմ։ Խորովածով զբաղվում է Քայթյանը, որովհետև ինքը անմահական խորոված է անում, հայկական, բանջարեղենով, մսով, ամեն ինչով։ Երբ որ ես հանկարծ հոգնեմ, դե ամեն դեպքում 3 երեխա պահելը հեշտ բան չի, երբ որ մանավանդ թեյու ժամանակ երբ որ ինքը բուջուրեր ու ես անընդհատ իր խնամքը իմ վրա է եղել, մենակ։ Կեսուրս այն երկուսին շատ լավ նայում էր, ուտացնում էր, խմացնում էր, ու եթե հանկարծ ես այնքան էի հոգնում, որ պետք է քունը ստանում էր։ Ինձ չէին ասում, գիտես, ինչ պետք է նստես, սպասես, որ ամուսինդ գա, մի հատ իրան հացավորես, չգիտեմ, տեղավորես, իտակ, նոր դու գնաս քնես։ Չէ, ինձ ասել են, որ պահին, մանավանդ որ ես մի փոքր առողջական խնդիրներ ունեմ, գլխի հետ կապված, ինձ ասում են, որ պահին հանկարծ քունը տանում է, պաշտոնը գնա քնի։ Ու այդ առումով ոնց որ չկա որևէ կոնֆլիկտ մեր տան մեջ։ Դուք կորական սալատ եք սարքում, ու վերջապես կկարանամ հաց ուտեմ։ Մենք էլ կհանդիպենք հետո սեղանի շուրջ։ Ժողովուրդ ջան, մեր աերոգրիլի մեջ միսիկը պատրաստ է, եկեք բացենք նայենք։ Վաու։ Վաու։ Ես իրան չէի հավատում։ Աշկս ես է գնամ Չինաստան, մի հատ առնեմ մեր տան համար, թազա տան համար։ Ասա որ լավն է։ Մնում է համով լինի։ Տեսնենք լավ։ Ուշադրություն։ Մեր աղցանը պատրաստ է, կորեական բազուկով եւ գազարով, եւ մեր աերոգրիլի մեջ պատրաստած հավի թևիկները եւ կարտոֆիլը նույնպես պատրաստ է։ Իզորմանոս ինձ շոտ լավ է ստացվել, այնց որ ես մտածում եմ, որ հետ գնամ Չինաստան ու մեր տան համար, մեր նոր տան համար էլ նույնից գնեմ։ Այսպիսին էր այսօրվա իմ պատմությունը։ Ես ներկայացրեցի ձեզ ամուսնության նկատմամբ իմ սպասելիքները, բայց ինչպես տեսնում եք, ես ականատես դարձա ավելի գեղեցիկ իրականության։ Հա, իդեպ ուզում եմ մի բան ասեմ, երբեք չմտածեք, որ ես այս վիդեոները նկարում եմ ինչ-որ պրոպագանդա անելու համար։ Ոչ, ես ուղղակի ուզում եմ ձեր հետ կիսվել իմ կյանքի անձնական փորձով։ Եթե ձեզ հաճելի է, համեցեք, մեկնաբանություններ թողեք, ես շատ ուրախ կլինեմ տեսնել ձեր մեկնաբանությունները։ Համել մի հարց ունեմ ձեզ, ինչ եք կարծում, միայն սերը բավական է մշակութային տարբերությունները եւ դժվարությունները հաղթահարելու համար եւ ինչպես կվարվեք դուք։ Իսկ մեզ բարի ախորժակ, դուք էլ լավ մնացեք, կտեսնվենք հաջորդ վիդեոյում։